Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթը արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն է։ Հունիս 7-ի խորհրդարանական ընտրություններու նախնական արդյունքները հայտնի են, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցողիկ շեմը հաղթահարած է 3 քաղաքական ուժ, իսկ խորհրդարանի մեջ միանձնյա մեծամասնություն պիտի ունենա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վստահեցուցած է, որ քվեներու վերահաշվարկի գործընթացը պիտի լափած եւ թափանցիկ։ Հանձնաժողովի նախագահի խոսքով ընտրական գործընթացի ընթացքին չեն արձանագրված այնպիսի խախտումներ, որոնք կրնային ազդեցություն ունենալ քվեարկության վերջնական արդյունքներուն վրա։ Ընտրական գիրագին կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց հունիս 8-ի առավոտյան, ըստ նախնական արդյունքներու, պատգամավորական աթոռներու համար բայկարող 19 ուժերեն միայն 3-ին հաջողած է հադել անցողիկ շեմը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խորհրդարանի մեջ միանձնյա մեծամասնություն պիտի ունենա։ Կուսակցության օգտին քվեարկած է 727,820 անց, ընտրողներու 49,825%-ը։ Ըստ նախնական արդյունքներու քաղաքացիական պայմանագիր կուսակցության գահաճորդ է Ուժեղ Հայաստան դաշինքը, որը օգտին քվեարկած է 340,088 անց, ընտրողներու 23,281%-ը։ Եռյակը կամ Փոփե Հայաստան դաշինքը 145,113 քվեով կամ 9,934%-ով, անցողիկ շեմին 58,378 քվեով կամ 3,996%-ով, շատ մոտ է փառկված Հայաստան կուսակցությունը։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ընտրացուցակներում մեջ ընդգրկված ընտրողներու ընդհանուր թիվը 2,507,216 է, որմե 1,477,736-ը մասնակցած են քվեարկության։ Քվեարկության արդյունքներու վերահաշվարկի թիմում ներկայացնելու վերջնաժամկետը հունիս 9-ի ժամը 11-ն էր։ Հորդորս բոլոր քաղաքական ուժերին, ովքեր ունեն որևէ, այսպես ասենք, կասկած, որևէ մտահոգություն, պիտի հորդորենք, որ իրենք անպայման վերահաշվարկի դիմումները ներկայացնեն։ Մենք ինքներս նույնպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստուգել է բոլոր արձանագրությունները, տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրությունները, եւ բոլոր այն արձանագրությունները, որտեղ որ լինեն ջնջումներ կամ անճշտությունների թիվը լինի սովորականից կտրուկ մեծ, բոլոր այդ տեղամասերում մենք ինքներս արդեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին կհանձնարենք, որպեսզի իրականացնեն վերահաշվարկ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ վերահաշվարկի ողջ գործընթացը պիտի լա բաց եւ թափանցիկ, անիկա պիտի հերարցակվի ուղիղ եթերով, իսկ գործընթացին կրնան հետևիլ թե քաղաքական ուժերու ներկայացուցիչները, թե լրակրողները եւ քաղաքացիները։ Ավելի ուշ կայացած ասուլիսի ընթացքին լրակրողները հետաքրքրվեցան, ինչու քաղաքական ուժերը ավելի գանուխ կհայտարարեն արդյունքներու մասին։ Քան կենտրոնական ընտրական հանձնաժողովը անոր խոսքով, երբ տեղամասի մեջ քվեարկությունը գավարդի, վստահված անձինք անմիջապես տվյալները կհաղորդեն իրենց քաղաքական ուժին, մինչդեռ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարդավոր է անցնել օրենքով սահմանված ողջ ընթացագարկեն։ Ու այն փաստը, որ միշտ քաղաքական ուժերը մոտավորապես 2-ից 3 ժամ, երբեմն կարող ավելի շուտ, նայած թե ինչպես են իրենց աշխատանքը, ավելի արագ են ընտրությունների արդյունքները, քվեարկության արդյունքները ամփոփում, դա բնական երևույթ, այսինքն այստեղ որևէ կասկածելի բան չկա։ Ընտրական օրենսգիրքը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է, որպեսզի նախնական արդյունքները հրապարակվեն 24 ժամվա ընթացքում։ Մենք ըստ էության հաշվի առնելով, որ ժամը 11:35 ենք սկսել նիստը, 12 պլյուս 3, 15 ժամ պլյուսով մենք արդեն նախնական արդյունքները ամփոփել ենք։ Հովագիմյանը բարձրապանեց նաև, թե ինչու քանի մտեղամասերու մեջ զինվորները կքվեարկեին ժամը 20-ին ետք։ Մամուլի մեջ տարածված էին տեսանյութեր, որոնց մեջ կերևեր, թե քվեարկության ավարտեն րոպեներ առաջ տեղամասերու մեջ զինվորներու գուտագումներ արձանագրված էին։ Մեր զինվորները երկու տեղամասում դեռ, չգիտեմ, կեսօրից կամ ավելի շուտ եկել են քվեարկության։ Տվյալ դեպքում մի հանձնաժողովը, հիմա պիտի խոստովանեմ, որ հանձնաժողովի մի զգալի մասը ամենայն հարգանքով, բայց տարիքով մարդիկ են։ Մի տեղամասում միայն 18 քվեաթերթիկները դասավորել ծրարը տալը, եւ մենք երբ որ ուղիղ եթերով նայում ենք, ես ժամ պահեցի 3 րոպե էր տևում։ Այսինքն կեսօրից զինվորները եկել են քվեարկության եւ ստեղծվել էր մի պահ, որ արդեն 8-ին պակաս զինվորները դրան
տեղամասի դրան դիմաց կանգնած են, այսինքն են քանի որ ասել են 15 կմտնեք ներս, դրան դիմաց կանգնած են։ Եթե կոնտրատարածքային ընտրական հանձնարարը ասում են ինչ անենք։ Զինվորները մտնում են ներս, այսինքն կամ պիտի մտնեն տեղամաս եւ մենք ապահովում ենք իրենց քվեարկելու իրավունքը, կամ պիտի մեր զինվորների վրա տեղամասի դուռը կողպենք եւ ասենք տեղամասի դիմաց կանգնած զինվորը չպիտի մտնի քվեարկի, որովհետեւ այդպես դանդաղ, ասենք, process-ը դանդաղ գնացի։ Ըստ Հովագիմյանի, օրենքը թույլ կտա քվեարկել բոլոր այն ընտրողներուն, որոնք տեղամասի մեջ գտնված են մինչև ժամը 20-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ընդգծեց, որ ընտրության ընթացքին չեն արձանագրած այնպիսի խախտումներ, որոնք կրնան ազդեցություն թողել ընտրության արդյունքներուն վրա։ Խորհրդարանական ընտրություններեն ետք վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորած են միջազգային գործընկերները ուղերձներում մեջ առանձնապես շեշտադրված են Հայաստանի ժողովրդավարական ընտրությունը, ինքնիշխանությունը, խաղաղության օրակարգն ու եվրոպական ուղղությամբ զարգացումը։ Եվրոպացի ու միջազգային շարք առաջնորդներ իրենց աջակցությունը հայտնած են Հայաստան Եվրամիություն համագործակցության խորացման, տարածաշրջանային խաղաղության եւ երկկողմանի հարաբերություններու ընդլայնման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի արդիվ միջազգային գործընկերներն շնորհավորանքները սկսած էր ստանալ թեր հունիսի 7-ի գիշերվան է։ Առաջին շնորհավորանքը հարևան Վրաստանն էր։ Վարչապետ Խոբախիձեն նախ X-ի վրա քրարումը, ապա նաև պաշտոնական ուղերձումը շնորհավորած է Փաշինյանը։ Սրդանց կշնորհավորեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններուն իր գուսակցության հաջողության արդիվ։ Անհամբեր կսպասեմ մեր սերտ համագործակցության շարունակության Վրաստանի եւ Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու, ինչպես նաեւ մեր ազգերու փառքավաճման համար։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան վարչապետին ուղված ուղերձի մեջ նշած է. Հայ ժողովուրդը քվեարկած է խաղաղության, գայունության եւ արևաններուն ու աշխարհին հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված աբակայիմը համար։ Կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանը ընտրություններով արդյունք դուք կրնակը բարդանալ ձերթերով Հայաստանի թիմադրողականության, գայունության եւ փառքավաճման ամրապնդման գործի մեջ։ Կոշտայի խոսքով Հայաստան Եվրամիություն ամուր գործընկերությունը ներդրում է ավելի խաղաղ եւ փառքավաճ աբակայիմը մեջ ամբողջ տարածաշրջանին համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Փաշինյանին ուղված իր ուղերձի մեջ հիշած է 2018 թվականի իրադարձությունները նկատել տալով ծեր գլխավորած Սթավշյա հեղափոխության ոգին կենդանի է եւ առողջ։ Մենք խորաբես կքննադենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որ ավելի ու ավելի կմոտենա Եվրոպային, Հայաստանը կրնա հույս դնել մեր վրա։ Եկեք շարունակենք մեր ընթացքը հիմնվելով այս նորացված թափին վրա Եվրամիություն Հայաստան հարաբերությունները ամրապնդելու համար իր ուղերձի մեջ նշած է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլան։ Եվրոպական միության ընդարձակման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը հայտարարած է, որ հնարավորինս սեղմ ժամկետներու մեջ պիտի այցելի Հայաստան։ Ռուսիո կողմէ լայնածավալ ճնշումներու եւ միջամտության պայմաններու մեջ այս հաղթանակը կվերահաստատի հայերու ընտրությունը ունենալու ուժեղ ինքնիշխան եւ անկախ Հայաստան։ Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է։ Այսօր մենք նաեւ պիտի սկսենք մեր աշխատանքը Եվրամիություն Հայաստան նոր աշխատանքային խմբակի մեջ մեր գործընկերությունը խորացնելու համար։ Իսպանիո կառավարության նախագահ Պետրո Սանչեսի իր ուղերձի մեջ նկատել դված է հայ ժողովուրդն ընտրած է ժողովրդավարությունը, գայունությունը եւ Եվրոպայի ավելի ու ավելի մոտ աբակամը։ Սանչեսը վստահեցուցած է Իսպանիան պիտի շարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին եւ Եվրոպական միության մերձանելու գործընթացին մեջ։ Ավստրիա դաշնային վարչապետ Քրիստիան Շտոկերը եւս կարեւորած է Հայաստանի ժողովրդավարական ուղին, երկրի թիմագայանության, ինքնիշխանության եւ բարօրության ամրապնդման իր հանձնարարությունը վերահաստատելու հայ ժողովրդին հանձնարարությունը։ Ավստրիան Հայաստանի կողքին է խաղաղության, տարածաշրջանային գայունության եւ Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերություններու ճանապարհին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձի մեջ շեշտված է ընտրություններուն Նիկոլ Փաշինյանի համոզիչ հաղթանակի մասին։ Ես ուրախ եմ շարունակել աշխատել ցեզի հետ մեր ժողովուրդներու օգտին, մեր համագործակցությունը ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը սադարելու եւ Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար։ Գերմանիո վարչապետ Ֆրիդրիխ Մերցը ընտրություններուն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի արդիվ շնորհավորած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հայ ժողովուրդը։ Հակառակ հսկայական ճնշման Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընդրած է ժողովրդավարությունն ու խաղաղությունը։ Ես անհամբեր կսպասեմ մեր երկկողմանի եւ եվրոպական համագործակցության հետագա խորացման Հայաստանի հետ։
Ուղերձներ հղած են նաև Դանիո վարչապետ Մետե Ֆրեդերիկսոնը եւ Նիդերլանդներու թագավորության վարչապետ Ռոբ Յետենը։ Յետենը նշած է, որ Նիդերլանդները գաչակցի Հայաստանին, քանի որ անիկա աշխուժորեն գործե մարդկային իրավանց, ժողովրդավարություններու եւ օրենքի կերակայության հարաճ խաղացման ուղղությամբ։ Ուկրաինայ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորած է Հայաստանը ժողովրդավարական եւ ազատ ընտրություններ իրականացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանը հաղթանակի արդիվ։ Ասիկա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ծեր անկախության եւ ծեր ընտրած ցևով ապրելու ծեր իրավունքին համար գրած է Զելենսկին։ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը եւ հիմա ճիշտ այն բահն է, որ Եվրոպական միությունը իրական աջակցություն ցուցաբեր է Հայաստանին եւ գադարե անհրաժեշտ ամեն ինչ, որբեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքը ավելի լավ է Եվրոպայի հետ, իրենց հարաբերություններուն շնորհիվ։ Ասիգա քննություն է Եվրոպական միության համար։ Կարևոր է չգործընծնել ժամանակը կամ բաց չթողել հնարավորությունները։ Լատվո նախագահ Էդգար Սրինկևիչը իր շնորհավորական խոսքին մեջ փայլուն հաղթանակ պարագավակցությունը օգտագործած է նկատել տալով Հայաստանը ընդրած է իր սեփական ժողովրդավարական ուղին ի հեճուկը սպառնալիքներուն եւ ահապեգումներուն։ Լատվոն ամուր կանգնած է ծեր գողքին եւ գաչակցի Հայաստանի եւ Եվրոպական միության միջև ավելի սերտ հարաբերություններուն նշած է Ռինկևիչը։ Լիտվանիո վարչապետ Ինգա Ռուգինյանեն նշած է, որ Հայաստանի ժողովուրդը գրգին արտահայտված է ժողովրդավարական արժեքներու, դարաշրջանային կայունության եւ եվրոպական ապակայի օգտին։ Մենք անհամբեր կսպասենք մեր գործընկերության խորացման եւ Եվրամիության հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելու։ Հայաստանը կշարունակի ընտրել Եվրոպան եւ Էստոնիան հպարտ է աջակցելու ծեր եվրոպական ցկտումներուն։ Շնորհավորական այս խոսքերու հեղինակն Էստոնիո վարչապետ Քրիստեն Միխալն է։ Ես անհամբեր կսպասեմ համատեղ աշխատանքին, բարեփոխումներուն նորարարության եւ ավելի անվտանգ Եվրոպայի շուրջ միաժամանակ կառուցելով մեր երկրներում միջև ավելի ամուր գործընկերություն։ Իսկ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն սրտանց շնորհավորելով Հայաստանի վարչապետը նկատած է անոր հաղթանակը տեղի ունեցավ ի հեճուկը զանգվածային արտաքին միջամտության։ Մոլդովան եւ Հայաստանը կբաժնեցին Եվրոպայի մեջ խաղաղության եւ կայունության հանձնարարությունը եւ ես անհամբեր կսպասեմ մեր երկխոսության խորացման եւ սերտ համագործակցության հարաճիկա տարիներուն։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկը նույնպես անդրադարձած է հայաստանյան ընտրություններու արդյունքներուն։ Նիկոլ Փաշինյանը հաղթեց, Հայաստանը ընտրեց շարունակականությունը եւ հաստատեց իր Եվրոպա մետուղությունը։ Ասիգա կարևոր ազդանշան է, որ դարաձաշրջանի աբական դեռ քրվելու փուլի մեջ է։ Շուեդի թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը շնորհավորած է եւ նշած է, որ անհամբեր կսպասե Շուեդի եւ Եվրոպական միության գործակցության խորացման Հայաստանի հետ, ինչպես նաեւ դարաձաշրջանային խաղաղության գործընթացին իրենց աջակցության շարունակման։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարծիք հայտնած է, որ այս լիազորությունը նորովի գարտացել է հայ ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Փաշինյանի առաջնորդության եւ տեսլականի նկատմամբ։ Ես անհամբեր կսպասեմ ցեզի հետ սերտ համագործակցության Հնդկաստանի եւ Հայաստանի միջև բարեկամության եւ համագործակցության չերմ ու պատմական գաբերը ավելի խորացնելու համար։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի խոսքով ընդրությունները միջազգային թիդորներու մեծամասնության նախնական տվյալներով անցած են երկրի գործող օրենսդրության համապատասխան եւ քաղաքացիներու կամքի արտահայտման համար բաշխած պայմաններու ապահովմամբ։ Տոկաևը Փաշինյանի մաղթած է հետագա հաջող աշխատանք ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ շահերուն իր պատրաստակամությունը հայտնելով շարունակել աշխույժ գործակցությունը բոլոր ոլորտներեն ներս։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորած է Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ընտրություններուն դարած հաղթանակին արդիվ։ Կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային ընտրություններուն վճռական հաղթանակին կապակցությամբ։ Հպարտ եմ, որ աջակցած եմ անոր վերընտրության եւ չեմ կասկածիր, որ անոր ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը պիտի հասնի մեծության եւ հաջողության այնպիսի մակարդակիմը, որ պիտի քերազանցե բոլորին ամենեն համարձակ սպասումները գրած է Թրամփը Truth Social-ի մեջ։ Շարունակված են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձները։ Միջազգային գործընկերները իրենց ուղերձներում մեջ կարևորած են Հայաստանի հետ հետագա համագործակցությունը, դարաձաշրջանային կայունությունն ու երկկողմանի հարաբերություններու զարգացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքները ազգային ժողովի ընտրության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակին արդիվ չէին դադրեր։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը շնորհավորական ուղերձի մեջ հաջողություն մաղթած է Հայաստանի վարչապետին երրորդ անգամը լալով կառավարություն ձևավորելու գործի մեջ, ընդգծելով, որ լիովին համոզված է, որ դարաձաշրջանեն ներս երկարատև խաղաղության եւ գայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ գործակցության ապահովման վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ռազմավարական դեսլականը հրաչթիմությամբ ավարտի
պիտի հասցվի։ Վարչապետը շնորհավորած է նաև Պակիստանի վարչապետ Մոհամմադ Շեհբազ Շարիֆը եւս շնորհավորած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղերձի մեջ մասնավորապես ասված է. «Ձեր վերընտրությունը գարդացել է Հայաստանի ժողովրդին հավատքն ու վստահությունը, ձեր առաջնորդության եւ խաղաղ ու հարաճատեմ ազգի դեսլագանին նկատմամբ։ Գագնգալ եմ համատեղ գործակցել Պակիստան-Հայաստան հարաբերությունները ամրապնդելու համար»։ Մոհամմադ Շեհբազ Շարիֆը նաև ընդգծած է, որ Պակիստանը մեծ նշանակություն կտա խաղաղության եւ գառուցողական գործակցության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Անհույս հայտնած է, որ վարչապետ Փաշինյանի նոր պաշտոնավարումը պիտի նպաստի Հարավային Կովկասի մեջ խաղաղության, գայունության, տնտեսական զարգացման, հարաճխաղացման։ Խորհրդարանական ընտրության հաղթանակին արդիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորած է նաև Իրաքի վարչապետը։ Իր ուղերձի մեջ Ալի Ֆալեհ Ալ-Զայիդին վերահաստատած է Իրաքի հանձնառությունը գառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որ պիտի նպաստի երկու կողմերուն հարաճընթացին եւ բարգավաճման։ Իրաքի վարչապետը ընդգծած է մարտահրավերներուն համատեղ թիմակայելու եւ տնտեսության ոլորտեն ներս գործակցությունը բարելավելու կարեւորությունը։ Այս ընտրությունները անգամ եւս ցույց տվին հայ ժողովրդին նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներուն եւ հիմնարկներուն։ Կցանգամ կովեստի խոսքեր հղել Հայաստանի քաղաքացիներուն ժողովրդավարական գործընթացներուն իրենց լայն մասնակցության եւ իրենց երկրի աբակային նկատմամբ հավատքին համար։ Իր ուղերձի մեջ ընդգծած է Բելգիկայի թագավորության վարչապետը։ Բարդ Դևևերը հիշեցուցած է եվրոպական քաղաքական համայնքի քաղաքատնաժողովի շրջանագեններս Երևանի մեջ ունեցած հանդիպումները։ Նաեւ Բելգիկայի տեսփանադամ բացումը։ Ասիգա կարևոր իրադարձություն մնե, որ գարդացել է մեր երկկողմանի հարաբերություններու խորացումը եւ Բելգիկայի երկարաժամկետ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։ Գագնգալ եմ շարունակել մեր համագործակցությունը առաջիկա տարիներուն, մասնավորապես Հարավային Կովկասի մեջ երկարադեպ խաղաղության եւ գայունության աջակցության գործին մեջ, ընդգծած է Բելգիկայի վարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորած է նաև Ռումեն Ռադևը։ Բուլգարիո վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք հայտնած է ի նպաստ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներեն ներս։ Ֆրանսիան գողջուն է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Արտաքին գործոց նախարարության X-ի էջին վրա ասված է, որ Ֆրանսիան կվերահաստատի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության ժողովրդավարական զարգացման եւ եվրոպական ցկտումներուն, նաև Հարավային Կովկասի մեջ խաղաղության եւ գայունության ամրապնդման ուղղված շանքերուն։ Գրգին ստացած այս լիազորությունը գարդացել է ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդին վստահությունը։ Անհամբեր կսպասենք ձեր կառավարության հետ սերտ գործընկերության շարունակման, ասված է վարչապետ Փաշինյանին ուղված արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր դնորենի շնորհավորական ուղերձի մեջ։ Պրիստալինա Գեորգիևան նշած է, որ միջազգային անորոշության եւ դարաձաշրջանային մարտահրավերներու ժամանակաշրջանին Հայաստանի շարունակական հանձնառությունը երկխոսության, գայունության եւ խաղաղ հարաբերություններու առանձնահատուկ նշանակություն ունի, ինչպես Հայաստանի, այնպես էլ ավելի լայն դարաձաշրջանի համար։ Պաշտոնյան վերահաստատած է արժույթի միջազգային հիմնադրամի հանձնառությունը Հայաստանի իշխանության հետ սերտ եւ երկարադեպ գործակցության։ Հունիս 7-ի խորհրդարանական ընտրություններուն վերաբերյալ քննադատականներով հանդես եկած են նաև միջազգային հանրապետական հիմնարկի թիդորտները։ Անոնց կդահատմամբ ընտրական գործընթացը ընդհանուր առմամբ եղած է վստահելի, իսկ քվեարկությունն ու ցայներու հաշվարկը առանց համագարկային խախտումներու։ Միաժամանակ թիդորտական առաքելությունը արձանագրած է արտաքին միջամտության փորձեր, ապատեղեկատվական արշավներ եւ համացանցային սպառնալիքներ, ընդգծելով, որ ադոնք չեն խոչընդոտած քաղաքացիներու կամքի ազատ արտահայտության։ First of all, I want to congratulate the Armenian people. Շնորհավոր եմ հայ ժողովուրդը մոտ 1.5 միլիոն մարդ մասնակցած է խորհրդարանական ընտրություններուն ցուցաբերելով բարձր քաղաքական մասնակցություն եւ ժողովրդավարական գործընթացներուն նվիրվածություն։ Քվեարկությամբ անոնք հստակարդա հայտած են երկրի աբակայի ձևավորման մասնակցելու կամքը։ Հունիս 3-ին 8 Հայաստանի մեջ էին միջազգային հանրապետական հիմնարկի թիդորտները, Ամերիկայեն, Մոլդովայեն, Սերբիայեն, Ուկրաինայեն, Լեհաստանեն ու Շուեդեն, հետևելու հունիս 7-ի խորհրդարանական ընտրություններուն եւ ցայներու հաշվարկի ընթացքին։ 23 թիդորտ տեղակայված 8 մարզերու 17 համայնքներու մեջ հետևելով ընտրական ու հետընտրական գործընթացներուն ընտրությունեն մեկ օր անց հայտարարած են։ Our mission did not observe systemic irregularity. Մեր առաքելությունը չարցանակրած համագարկային խախտումներ, քվեարկության եւ հաշվարկի ընդհանուր ընթացքը վստահելի էր։ Կուսակցություններ ու ներկայացուցիչները տեղական եւ միջազգային թիդորտները լայնորեն ներկայացված էին ողջ գործընթացի մեջ։ Նախընտրական միջավայրի վերլուծությունը սկսած էր ապրիլ 15-ին երկարաժամկետ վերլուծապաններու տեղակայմամբ։ The election took place in an environment shaped. Ընտրությունները տեղի ունեցած են աջող բևեռացման միջավայրի մեջ, ինչ որ առանցնապես զարմանալի չէ,
ինչպես նաև անվտանգության մտահոգություններով եւ Հայաստանի աշխարհակահաղական կողմնորոշման վերաբերյալ քննարկումներով։ Բացի գնահատականները, նաև առաջարկություններ կներկայացնեն 11-ը։ We recommend that authorities Կարաչարգենք խստացնել բաժամիջոցները, արժույթը չհայդարարակրելու կամ գեղձ հայդարարակրելու համար, բարելավել գասկածելի միջսահմանային փոխանցումներու նկատմամբ վերահսկողությունը, բացառելու համար արտաքին գաբերով միջոցներու մուտքը կարոզարշավի դրամամիջոցներ դրամատրելու կամ ցայներու քննման կորձելագերբերու մեջ։ Առաջարկած են, որ իրավասու մարմինները պահանջեն քաղաքական կուսակցություններու ծախսերու երամսյակային հրաբարակումներ եւ ուժեղացնեն վերահսկողությունը նախընտրական ծախսերու, ներդրումներու, երրորդ կողմերուն եւ գավակցված աջակցության, առցանց քարոզչության եւ արտաքին կամ միջսահմանային ֆինանսավորման վրա։ Նաեւ կարաչարգեն ուժեղացնել համացանցային անվտանգությունը, համատեղ քայլերով, հաշվեկունություններ, փորձարկումներ, արագ արձագանքման գործիքակազմեր։ Անոնք շեշտած են այս ընտրական շրջանի հիմնական նյութերեն մեկը արտաքին միջամտություններ։ Armenian voters made political decisions. Հայ ընտրողները քաղաքական որոշումներ կգայացնեին արտաքին ուժերու ճնշման տակ ուղղակիորեն Ռուսիո կողմէ։ Ադիգա կդարված է տնտեսական լծակներու միջոցով քաղաքական եւ տնտեսական հետևանքներու մասին նախազգուշացումներով, որոնք կապված են Հայաստանի եվրոպական ուղիին հետ, ինչպես նաեւ վախի վրա հիմնված խոսույթներու դարածմամբ, որոնք ավելի խոր արևմտյան համարգումը կներկայացնեին որպես անվտանգության սպառնալիք։ Այս օրերուն առաքելությունը արձանագրած է Ռուսիայով ռուսական գաբերով թերակատարներու կողմէ ընտրական միջավայրի վրա աստեցություն կորցատրելու փորձեր։ Իրի Եվրոպա եւ Եվրասիո հարցերով ավագ դնորեն Ստիվեն Նիքսը օրինակներ կներկայացնե։ This included Ասիգա կներառեր գեղձ եւ մոլորեցնող դեղեցություններ, որոնք կշահարկեին հասարակական մտահոգությունները բادرազմի, զիջումներու եւ խաղաղության կորձընթացի վերաբերյալ, ինչպես նաեւ պաշտոնական հայտարարություններ, որոնք կվարգապեգեին Հայաստանի ընդրական կորձընթացները։ Ռուսական գաբերով փոխանցագությունը կներկայացներ Եվրամիության եւ Միացյալ Նահանգներու հետ ավելի սերտ գաբերը որպես բادرազմի, ապագայունացման եւ տնտեսական փլուզման ճանապարհ։ Այս խոսույթները դարածված են ոչ իսկական ընկերային ցանցերով ալիքներով, ինքնաշխատ համագարկերով, արհեստական մոլորեցված բովանդակությամբ, ֆիշինգային փորձերով եւ գետրոնական ընտրական հանձնաժողովի գայքին ուղված համացանցային հարձակումներով։ Եվ հակառակ այս ամենուն ըստ դիտորդներու քննադատականին իրացուցած ենք մեր ժողովրդավարական իրավունքը, քվեարկությամբ արտահայտելով երկրի ապակաղության վերաբերյալ մեր դիրքորոշումը, հստակ աստակ տալով դեպի եվրոպական ուղի։ Անոնք տեղեկացուցած են նաեւ պատվիրակության անելիքները ընտրության ավարտով չեն ավարտի, պիտի հետևին հետընտրական միջավայրին, որ մեր յետք միայն հառաջիկա շաբաթներու ընթացքին պիտի հրաբարակեն արդեն վերջնական համապարփակ զեկույց ապակա ընտրություններու բարելավման նպատակով խորքային վերլուծությամբ եւ առաջարկներով։ Իրական ընտրություն կատարելու հնարավորություն եւ ընդհանուր առմամբ թրական քննահատված ընդրական կորձընթաց։ ՀՀԳ ժողովրդավարական հաստատությանց եւ մարդկային իրավանց գրասենյակի միջազգային դիտորդական առաքելությունը ամփոփած է հունիս 7-ի խորհրդարանական ընտրությունները։ Միջազգային դիտորդները բարձր քննադատած են ընտրություններու կազմակերպումը միաժամանակ ուշադրություն հրավիրելով արտաքին ճնշումներու, փեվերացված քաղաքական միջավայրի եւ ընդրական կորձընթացի մեջ արձանագրված առանցին խնդիրներու վրա։ Հայաստանի ընտրողներուն դրված են իրական ընտրություն կատարելու հնարավորություն։ Հունիս 7-ի համապետական քվեարկության վերաբերյալ ՀՀԳ ժողովրդավարական հաստատությանց եւ մարդկային իրավանց գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեշ Լենարչիչի դիտարկումն է։ Առաքելության ներկայացուցիչները այստեղ են ապրիլի վերջին դիտարկելու նախընտրական եւ ընտրական գործընթացը։ Armenia's voters Ընտրողներուն դրված էր իրական ընտրության հնարավորություն, մասնակիտական արհեստավարժ, գազմագերբված ընտրական կորձընթացի աշխուժ եւ բազմագարձիկ, թեև հաջող խիստ բևեռացված քարոզարշավի պայմաններու մեջ։ Ցավոք անոնք ստիպված էին ընտրությունը անել աննախադեպ արտաքին միջամտության եւ ճնշումներու պայմաններու մեջ, որոնք գլխավորապես գարդահայտվեին բաժիչ արևդրային սահմանափակումներու եւ սպառնալիքներու դեսքով։ Պետք է առանձնացնել արտաքին ճնշումն ու միջամտությունը։ Նկատած ենք արևդուրի սահմանափակման քայլեր հատկապես Ռուսիային, ադիգա ուղեկցված այդ երկրի դարբեր պաշտոնյաներու ելույթներով, որոնք վտանգի տակ կտնեն, կսպառնան Հայաստանի ինքնիշխանության որոշակի արդյունք չապահովելու բարակային։ Նպատակներս դիտորդական առաքելության անհարգ է ասել ընտրողներու վրա հոգուտ ընդդիմության։ ՀՀԳ ժողովրդավարական հաստատությանց եւ մարդկային իրավանց գրասենյակի երկարաժամկետ 30 դիտորդ մասնակցած է 120 քարոզչական միջոցառման, դիտարկած է ավանդական քարոզչության այլ ծևեր եւս։ Գրասենյակի ղեկավարին խոսքով ընտրությունները լավ կազմակերպված էին։ Նշվեցավ, որ քարոզարշավը աշխուժ եւ գլխավորապես խաղաղ էր։ Միաժամանակ ըստ Լենարչիչի եղած է խիստ բևեռացած եւ արժակադային բարբերաբար հնչող բարակ դիչ սատրիչ հրոդորապանություն։
we did not observe Մենք չենք արձանագրած վարչական լծակներու համագարկային չարաշահում դեղական մագարտակի վրա, սակայն մեր դիտորդները արձանագրած ստացած են բազմաթիվ հաղորդումներ, որոնց մեկ մասը գնահատված է որպես արժանահավատ ընտրողներու, հանրային ծառայողներու նկատմամբ ճնշումներու ու իրավախախտումներու վերաբերյալ կարողջական միջոցառումներում մասնակցելու նպատակով։ Մեր երկարաժամկետ դիտորդները Երևանեն մարզերեն ստացած են հաղորդումներ, որոնք կնկարագրեն ինտիմության կողմնակիցներու շրջաներներս վախի մթնոլորտը։ Այս հաղորդումները կվերապերին ինտիմատիր հասարակական գործիչներու նկատմամբ ենթադրյալ ահաբեկումներուն, քննություններուն եւ գալանավորումներուն։ Որոշ տարածքներում մեջ ադիգա ազդած է ընտրողներու պատրաստակամության վրա մասնակցելու ինտիմության նախաձեռնած միջոցառումներուն։ Միջազգային դիտորդներու առաքելությունը խնդիրներ արձանագրած է Կարոժարշավի դրամամիջոցներու դրամատրման, լուսաբանումներու հարցերուն մեջ։ ԵՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համագարկող Ֆարահ Կանիմին նշեց, որ ընտրողներուն ընձեռված է դարբեր քաղաքական այլ ընտրանքներու միջև ազատ ընտրության հնարավորություն։ Ողջ քարոզարշավի ընթացքին արտաքին ճնշումները ընտրողներուն վրա ունեցան մեծ ազդեցություն։ Քարոզարշավը լի էր արձագանող մոտեցումներով, բաժանարար հրետորաբանությամբ եւ ընտրակաշարքի ու այլ ընտրական խախտումներու վերաբերյալ մեղադրանքներով, որոնց հետևանքով ինտիմատիր շատ ուժեր զերծ մնացին նախընտրական քարոզարշավին աշխուժ մասնակցութենը։ Ամփոփելով ընտրական գործընթացը նշվեցավ, որ բավականին բևեռացած քաղաքական միջավայրի, տարածաշրջանային լարվածության, անվտանգային մտահոգություններու եւ աշխարհաքաղաքական ճնշումներու պայմաններու մեջ այս ընտրությունները կարևոր քննություն էին Հայաստանի ժողովրդավարության համար։ Այս ընտրությունները տեղի ունեցան Հայաստանի զարգացման կարևոր առանցքային փուլի մեջ եւ երկիրը կշարունակեն ավարտել բավականին խրթին ժողովրդավարական եւ աշխարհաքաղաքական միջավայրի մեջ։ Բարձր կգնահատեմ հայ ընտրողներու չանքը ուժեղ նվիրման համար։ Մեր դիտորդները 1403 տեղամասերու մեջ բավականին թրական քննադատական տված են։ Մեր նպատակը Հայաստանի աբական որոշելը չէ, այլ անաչար քննադատելն է, ուշադրություն դարձնելով թրական զարգացումներուն եւ ոլորտներուն, որոնք պետք է դեռ զարգանան։ Դիտորդական խումբը դպավորած է ընտրողներու աշխուժությունը։ Նշվեցավ, որ ընտրությունը տեղի ունեցավ լարված աշխարհաքաղաքական ծիրեններս միջազգային ուղղակի միջնորդությամբ եւ որ Ռուսիո համար առաջնահերթություններ օգտագործել հնարավոր բոլոր միջոցները Հայաստանը իր ասեցության կոդի մեջ պահելու համար։ Այս նպատակին հասնելու համար ռուսական իշխանությունները հիմնվեցան ընտրություններու միջամտելու իրենց հարուստ փորձին վրա։ Նույնիսկ լսեցինք, թե ինչպես Պուտինը խոսեցավ հնարավոր ուկրաինական զարգացման մասին, եթե Հայաստանը շարունակե ընթանալ Եվրոպամետ ուղիով։ Ընտրություններուն վարչարարություն իրականացնող մարմիններուն աշխատանքը քերազանց էր։ Նման տպավորություն ստացած եմ այցելելով բազմաթիվ ընտրական տեղամասեր։ Որպես միջազգային դիտորդներ կներկայացնենք տեղի ունեցած իմպաստական ընկալումը։ Վերջնական խոսքը ժողովրդինն է։ Ասիկայի ազատ արդար կհամարեք հունիսի 7-ի ընտրությունը հարցման միջազգային դիտորդներու պատասխանը։ ԵՀԿ ժողովրդավարական հաստատությանց եւ մարդկային իրավանց գրասենյակը ավելի ուշ պիտի հրապարակե հունիսի 7-ի ընտրության վերաբերյալ վերջնական զեկույցը, ներառելով Հայաստանի մեջ ավագ ընտրական գործընթացներու բարելավման առաջարկները։ Թեև ընտրական գործընթացի ընթացքին արձանագրված են առանցին խախտումներ եւ ընթացագարկային խնդիրներ, անկախ դիտորդ դաշինքի քննադատմամբ ադոնք էական աստեցություն չեն ունեցած քվեարկության վերջնական արդյունքներուն վրա։ Դիտորդական առաքելությունը միաժամանակ մատնանշած է ընտրակաշարքի, ընտրական վարչարարության եւ տեղեկատվական միջամտություններու հետ կապված մտահոգությունները, ընդգծելով, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցած են մրցակցային եւ բարձր հանրային հետաքրքրության պայմաններու մեջ։ Խորհրդարանական ընտրություններուն օրը անկախ դիտորդ դաշինքի շուրջ 700 դիտորդներ գտնված են ընտրական տեղամասերու 95%-ին մեջ։ Բուն հաշվարկի process-ը դիտարկվել է 311 ընտրական տեղամասում եւ բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։ Անկախ դիտորդը հանցագործության մասին 4 հաղորդումներ կայացուցած է։ 4 հաղորդումները վերաբերվում են մեկը քվեարկության գաղտնիության խախտմանը, մեկը ուրեմն շուրջ 19 զինծառայողների քվեարկության իրավունքից զրկելուն, որը Զորամասի հրամանատարի կողմից ցուցակում այդ զինծառայողների չներառելու արդյունքում է։ Երրորդը կվերապերի ընտրադեղամասին բաշխած քանակի քվեաթերթիկներ չդալուն, իսկ չորրորդը ծրարներու լուսատապանցելիության խնդրին։ Նաև 8 թիմում ներկայացուցած են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այդ թվում դիմումները վերաբերվում են որոշ տեղամասերում, նաև աղմուկ հանած իրավիճակների, մեկը դա Արարատի մարզի 12 կոտորակ 13 տեղամասն է, որտեղ առնվազն մինչև երեկոյան ժամը 6-ը, իսկ միգուցե նաև ամբողջ ընթացքում բացակայել են
կուսակցություններից մեկի ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկները, այսինքն բոլոր ընտրողներին 18-ի փոխարեն 17-ական քվեաթերթիկ է դրվել եւ դա էական խախտում է։ 3 տեղամասի մեջ դռները նախատեսված ժամեն ավելի ուշ փակված են։ Խոսքը 35-ի, 65, 20-ի 56 եւ 10-ի 51 տեղամասերու մասին է։ Զինվորական ծառայողները քվեարկության ավարտեն քիչ առաջ այցելած են ընդրադեղամաս։ Դրական օրենսգիրքն ասում է, որ ժամը 8-ին քվեարկության սենյակի ներսում գտնվող ընտրողները ունեն պահպանում են քվեարկելու իրավունքը եւ պետք է քվեարկեն։ Քվեարկության սենյակի ներսում նախ ոչ թե տեղամասային կենտրոնի տարածքում, դրանք տարբեր հասկացություններ են, երկրորդը ճիշտն ասած Սյունիքի մարզի 35-65 տեղամասի մասով նույնիսկ կասկած կա, որ բոլոր զինծառայողները արդյոք եղել են քվեարկության կենտրոնի ներսում, որտեղ այդքան զինծառայող այնտեղ մինչև ժամը 11-ը մոտավորապես 10-11-ը շարունակվում էր process-ը եւ ուղղակի զորով ավարտվել է, ինչ որ պահից ընտրական մարմինները ասել են վերջ դա չի կարող շարունակվել։ Ներկայացուցիչները կհամարեն, որ այդ երկու ընդրադեղամասերում մեջ քվեարկության արդյունքները պետք է անվավեր ջանցվին եւ նոր քվեարկություն կազմակերպվի։ Հաշվի առնելով քվեարկության արդյունքները նկատի մանցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժի եւ նախորդ ուժերի միջև տարբերությունները անգամ այս երկու տեղամասերում վերաքվեարկությունները էական որևէ փոփոխություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների եւ հարաբերության կամ բաշխվածության վրա։ Եղած են նաև խնդիրներ, որոնք պետք է քննության արժանանան։ Օրինակ 26-ի 21 տեղամասի մեջ 66 մարդ քվեարկած է օգնողի հետ։ 66 հոգին մի տեղամասում դա էական թիվ է, որովհետև ընդ որում նաև ստուգել ենք այդ տեղամասում չկա օրինակ ծերանոց, եթե ծերանոց լիներ, միգուցե դա ինչ-որ ձև բացատրում ունենար տրամաբանական բացատրություն։ Անկախ պետության համագործակցության դիտորդական առաքելության դիտորդներն մեկին հավադարմակրումը ուժը գործընծուցած ճանչնալու պահանջով նաև թիմում ներկայացուցած են, որովհետև քվեարկության օրը քարոզչություն իրականացուցած է։ Ցայներու հաշվարկի ընթացքին դիտարկված տեղամասերու 8%-ի մեջ որոշակի խնդիրներ արձանագրած են։ Ադոլֆը ոչ մեկը եղած է գեղձիկ կամ գեղձիկի փորձ։ Խնդիրները ընթացակարգերում վերաբերած են։ Աստեցության առումով ամենեն մեծ խնդիրը Յոհաննեսյանը ընտրակաշարքը համարած է։ Թե հակակոռուպցիոն կոմիտեում բացահայտումներում ընտրակաշարքի շահառուների ուժերի ցանկն է նույնը եւ թե այն ուժերի, որոնք արժանահավատացած հարցումներից էապես ավելի շատ ձայն են ստացել եւ սա մեզ իհարկե մտահոգում է։ Ներկայացուցիչները կգնահատեն, որ ազգային ժողովի հերթական ընտրությունները անցած են խիստ բևեռացված եւ մերձակցային պայմաններու մեջ։ Հանրային հետաքրքրությունը նախորդ երկու ընտրություններու համեմատ բարձր եղած է։ Անկախ դիտորդը մտահոգիչ համարած է նաեւ օդար երկրադեղեկատվական մոլորեցումները եւ միջամտությունները, որոնց խոսույթները այս փուլին ուղղված էին ընտրություններու նկատմամբ անվստահություն սերմանելուն։ Առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը ընտրակաշարքը որպես միջոց ընտրությունների ժամանակ նախ 2018 եւ 2021 թվականի ընտրություններից հետո վերականգնվեց ցավոք սրտի, վերադարձավ մեր օրակարգ եւ առաջին անգամ փաստորեն ընտրակաշարքը անմիջական, քեշ այդպիսի գումարով կիրառվում էր ընդդիմադիր ուժերի կողմից եւ ոչ թե իշխանության կազմող կամ իշխանություն հանդիսացող քաղաքական կուսակցության կողմից։ Սակունցի խոսքով կշարունակե մտահոգիչ մնալ ընտրական ոչ պատշաճ վարչարարությունը, խոսքը հանձնաժողովի անդամներու ոչ պատշաճ պատրաստվածության մասին է։ Ճիշտ է, դրանց տոկոսը շատ քիչ, ասենք 5%-ի սահմաններում է, բայց այնուամենայնիվ այդ կոնֆլիկտային իրավիճակները, որոնց մասին խոսում ենք, որոնք հենց մի քանի նույն տեղամասում կարող էին մի քանի անգամ կրկնվել, պայմանավորված էր զուտ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմի նախագահի ոչ լիարժեք տիրապետելուն, թե օրենսդրության եւ թե նաեւ ըստ էության կարգու կանոնի հաստատումը ընտրական տեղամասում։ Թաշինքը համարած է, որ ընտրությունները այնուամենայնիվ եղած են ազատ։ Հակառակ կարձանագրեն, որ ընտրակաշարքի կորձոնը որոշակի ասացություն ունեցած է, սակայն մեծապես չի հաստատ քվեարկության արդյունքներու վրա։ Ընտրություններուն նախորդած օրերուն եւ քվեարկության օրը արձանագրված են դեղեկատվական եւ համացանցային անվտանգության շարք միջադեպեր, կեղծ ահազանգերեն եւ ապա դեղեկատվական արշավներ են մինչեւ համացանցային հարձակումներ ու փորձեր։ Սակայն փորձագետներու քննահատմամբ նախորդ ընտրություններուն համեմատ այս անգամ իրավիճակը ընդհանուր առմամբ ավելի վերահսկելի եղած է։ Փորձագետին խոսքով թեև ընտրությունները դեղեկատվական անվտանգության տեսանկյունեն գլխավորապես հանդարտ անցած են, հետընտրական փուլի մեջ կսպասվի ապա դեղեկատվական նոր ալիք։
Մինչև ընտրություններն ու ընտրության օրը հանրության շրջանեն ներս, ահաբեկող եւ իրականության չհամապատասխանող լուրեր տարածվեցան։ Օրինակ հունիսի 7-ին օդարերգրահերացայնի թիվերը եւ էլեկտրոնային նամակի հասցեները մարդիկ զանգեր եւ հաղորդակցությունները ստացան, թե իբր որոշ ընդրադաղամասերու մեջ ռումբեր դեղատրված են։ Դեղեցությունը հերկեց ներքին գործոց նախարարությունը։ Հիշեցնենք, որ մինչև ընտրության օրը նախարարությունը դեղեկացուցած էր, որ մարդիկ կստանան քաղաքական ենթադողերով սպառնալիք պարունակող հերացայնային զանգեր եւ նամակներ։ Գեղձիկի մեկ այլ օրինակ էր քվեաթերթիկները ոչնչացնելու դեսանյութը, ուրգերը վեր, թե ինչպես իբր ընդրադաղամասեր են մեգուն մեջ կարանցնացնեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկները, իսկ մնացածը կգդրդեն։ Փաստերու ստուգման հարթակը տարածեց, որ աբա դեղեկատվական արշավներ իրականացնող Storm 15-16-ի ինքնաշխատ ցանցն է X-ի իր դասնյակ հաշիվներու միջոցով տարածած է այդ դեսանյութը։ Հիշեցնենք, Storm 15-16-ը կհամագարկվի Կրեմլինի կողմէ։ Հակառակ այս ամենուն նախորդ տարիներու համեմատ այս անգամ ընտրություններու օրը բավական հանդարտ անցած է, Cyber Hub-ի համահիմնադիրը նշած է։ Այլ տարիներ մենք տեսել ենք, երբ որ լինում էին կայքերի վրա դդոս հարձակումներ եւ այլն, այս անգամ ավելի շատ թիրախավորված ինչ-որ դեպքերի հետ գործ ունենք, երբ ինչ-որ կազմակերպություն կամ կոնկրետ անձիկ կարող է տասնյակ email-ներ ստանային զգուշացումներով, որ մենք գիտենք դու ոնց ես քվեարկելու եւ այն այսպիսի սպառնալիքներով։ Ընտրություններն մոտ 3 շաբաթ առաջ Հայաստանի դեղեկատվական համակարգներու գործակալությունը հայտարարած էր DDoS տեսակի համացանցային հարձակումներու աշխուժացման մասին։ Այս տեսակի հարձակումներու նպատակն է մեծ քանակի գեղձ հարցումներով ձանրաբերնել գայքերը եւ խաթարել անոնց աշխատանքը։ Շատերը նկատում էին, որ օրինակ մի քանի օպերատորների մոտ կապը կտրուկ դանդաղել էր, օպերատորները որոշակի քայլեր էին ձեռնարկել դա չեզոքացնելու ուղղությամբ եւ ընտրություններով նման խնդիր չկար։ Ընդրադեղամասերու մեջ օրինակ տեսախցիկներու մատնահետ գջանցող համագարկերու հետ կապված խնդիրներ եղած էին, սակայն ըստ Բաբյանի, անոնք ավելի շատ կորզարութային բնույթի էին, ոչ թե ցանցեհանային հարձակումներ։ Նույնը կվերապերի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գայքին, որոշ պահեր սկսյալ անիկա անհասանելի դարձած էր, որ ամենայն հավանականությամբ հետևանք էր գայթ այցելողներու մեծ քանակին։ Բաբյանը նաեւ դեղեկացուցած է մինչև ընտրությունները գային որոշ քանակի նախապատրաստող քրարումներ, որոնց մեջ կնշվեր ընտրություններու կորզընթացը օրինական պիտի չլա, պիտի լան ընտրախախտումներ։ Նույնիսկ նախապատրաստում էին փողոց դուրս գալու, որը հանուն արդարության մյուս նախորդ բոլոր ընտրություններին նույնպես մենք նման դրսևորումներ ունեցել ենք, երբ տարբեր ուժեր, հատկապես ընդդիմադիր են ուժերը, որոնք զգում էին, որ իրենք հավանաբար իրենց ցանկալի արդյունքին չեն հասնում, փորձում էին իրենց դաշտը պատրաստել հնարավոր այսպիսի դրսևորումների փողոց դուրս գալու։ Մինչև ընտրությունները ստեղծված էին նաև ցանցահենային երկու խմբավորում, մեկը իբր թրքական, մյուսը հայկական, սակայն Բաբյանի խոսքով իրենց անձնագազմը ուսումնասիրած եւ վարզած էր, որ երկուքն ալ մեկ կետրոն է կկառավարվին։ Դերևս անալիզը չենք վերջացրել, բայց շատ լուրջ հիմքեր կան դա պնդելու եւ իրենք իբր վիրտուալ պատերազմ էին իրար դեմ մղում, թվում էր թե բայց իրականում տպավորություն կար, որ նպատակն է հրահրել հայ-ադրբեջանական, հայ-թուրքական ավելի լայնարձակ հակերային ինչ-որ գրողներ, դա հաջողության չհասավ եւ ինչ-որ պահի մենք տեսանք, որ իբր հայկական ներկայացող խմբավորումը սկսեց հարձակվել հայաստանյան թիրախների վրա, որը շատ ուշագրավ էր։ Դա դասական, այսպես ասած, օտարերկրյա մանիպուլյացիայի տակտիկա է, երբ որ նաև կեղծ տրոշի օպերացիան իրականացնում, ձևանում են, որ սա են, բայց դա չեն եւ այլն, եւ այդպես էլ հասկանալի չի լինում, թե ի վերջո դրա հետևում ովքեր են կանգնած։ Ինչ կվերապերի հետընտրական զարգացումներուն, փորձագետը կգարձե, որ ագանադես պիտի լանգ սկալի չափով նոր դեղեկատվական հարձակումներու։ Օրինակ, ընտրությունները կեղծված էին, սա կեղծ ժողովրդավարություն է, Եվրամիությունը երկակի ստանդարտներ է կիրառում, ռուսները, չգիտեմ, օգնում են օպոզիցիային, այս բոլոր նարատիվները, տարբեր քաղաքական բևեռներ, տարբեր նարատիվներ են, շրջանառում, մենք շարունակել ենք դա տեսնել։ Պետական դարեհաշվի կատարման հաշվետվության քննարկման ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձած է ինչպես ընտրություններուն արդյունքներուն, այնպես էլ կառավարության տնտեսական եւ ռազմավարական ծրագիրներուն։ Վարչապետը կարևորած է խաղաղության գործընթացը, TRIP նախագիծի իրականացումը, արհեստական բանականության ոլորտեն ներսմերտնարկած նախաձեռնությունները եւ երկրի տնտեսական ցուցանիշները։ Անդրադառնալով դարեհաշվի կատարման նշած է, որ հարկային եկամուտները կշարունակեն աճիլ, իսկ տնտեսությունը պահպանած է աշխույժ զարգացման թափը։ Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ դեր կանգնեցավ պետության անկախության, խաղաղության
Բادرազմի երակլուխ կուսակցությունը չախչախված է ազգային ժողովի մշտական հանձնաժողովներու նիստերուն 2025 թվականի pedagogan դարեհաշվույն գդարման դարեգան հաշվետվության քննարկման իր ելույթի մեջ նախ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրան ուղեկցող քրեա օլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից եւ իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության եւ կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների եւ շատ վճռական եւ հատուկ հայլերով Վարչապետը մանրամասնեց պիտի կորձեն քանի ուղղություններով արտարությունը պետք է դեղի ունենա աբորինի քույքի բռնականցման համագարկը պետք է հասնի իր լրումին նաեւ համայնքային ու pedagogan շահերու բահբանության ուղղությամբ պետք է աշխատին Բայց ես նաեւ ուզում եմ ասել որ 2018 թվականից մինչեւ հիմա մենք ավելի քան տարբեր եղանակներով այդ թվում պետական բյուջեի հարկային եկամուտների անհամաչափ աճերով անհամաչափ նախորդող շրջանի նկատմամբ մենք առնվազն 8 միլիարդ դոլարի միջոցներ վերադարձրել ենք, ուղղել ենք, հանել ենք ստվերից եւ ուղղել ենք Հայաստանի Հանրապետության զարգացմանը եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր բոլորովին ուրիշ պետություն է, քան էր 2018 թվականին եւ կհամարձակվեմ պնդել, որ Հայաստանի այսօր Հանրապետությունը այսօր շատ ավելի լավ պետություն է, շատ ավելի անկախ, շատ ավելի ինքնիշխան, շատ ավելի կայացած, շատ ավելի անվտանգ եւ բնականաբար խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ Վարչապետը 2025-ի կարևորագույն իրադարձություն համարեց օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը TRIP նախագծի շուրջ Հայաստան-Ամերիկա համաձայնագիրը ավարտին հասցնելը նույնպես կարևորեց։ Հարաճկային վավերացման գործընթացն է։ Իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինչպես առիթ ունեցել եմ ասելու հակամարտության փակուղուց վերահացվում խաղաղության խաչմերուկի եւ սա իհարկե մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները ուզում եմ ասել նաեւ որ մենք Հայաստանում ընդհանուր առմամբ երկաթուղային ենթակառուցվածքները ավելի լավ վիճակի բերելու ուղղված աշխատանքներ ենք իրականացնում եւ այս պահին նաեւ հայտարարված է Ախուրիկ Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով եւ մենք իհարկե հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված այդ թվում միջազգային գործընկերների հետ կիրականացնենք որոշակի ծրագրեր։ Միացյալ Նահանգներու հետ համագործակցության վերջին 10 ամիսներու արդյունքով Երևանի pedagogan համալսարանեն ներս ստեղծված է արհեստական բանականության կենտրոն։ Գագարինի մեջ բացված է արհեստական բանականության առաջին գործարանը։ Երկրորդը շուտով պիտի բացվի Հրազդանի մեջ։ Այսպիսի տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալը եւ այսպիսի ներդրումների համար նպաստավոր եւ հետաքրքիր երկիր լինելը իհարկե էականորեն փոխում է Հայաստանի Հանրապետության եւ միջազգային իմիջը եւ իհարկե նաեւ մեր տնտեսական ներդրումային միջավայրը եւ մենք ընդհանուր առմամբ լավատես ենք մեր տնտեսության հետագա ընթացքի վերաբերյալ ես կարծում եմ որ TRIP նախագծի արհեստական բանականության շուրջ այս գործընթացների շրջանակներում մենք կարողանանք ապահովել տարեկան առնվազն 6% տնտեսական աճ, ինչը երաշխիք է ստեղծում, որ մենք այդ թվում սոցիալական ոլորտի մեր բարեփոխումները հաջողությամբ իրականություն կդարձնենք։ Անդրադառնալով 2025 թվականի pedagogan դարեհաշվույն գդարման Հայաստանի pedagogan կանցարանի եկամուտները հաշվետու դարվան մեջ կազմած են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ։ Ադիգա 2024 թվականի ցուցանիշներն ավելի է 307 միլիարդ դրամով կամ 11%-ով 2017 թվականի համեմատ ավելի մոտ է 135%-ով։ Եվ այդ ցուցանիշի համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, ինչպես նաեւ հսկիչ դրամարկային կտրոն պահանջող եւ դուրս գրող բոլոր տնտեսվարողներին եւ քաղաքացիներին, որովհետեւ ինչպես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, Հայաստանի Հանրապետության բյուջեն մեր ընդհանուր ընտանեկան բյուջեն է, Հայաստանի Հանրապետության ընտանեկան բյուջեն է
եւ մեզնից յուրաքանչյուրը հենց այդպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերի պետական բյուջեի նկատմամբ։ Իդեպ վարչապետը չէ բացառած, որ հսկիչ դրամարկղային գդրոն դբելն ու բահանջելը գրնա ուղիղ համեմատական լալ բնակավայրի զարգացման ծրագիրներուն։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ դարբեր բնակավայրերու մեջ մարդոց առաջ քաշած խնդիրներուն իր արձագանքը հիմնականի մեջ եղած է, որ բոլոր այդ խնդիրները պիտի հասցեակրվին, բայց կարևոր պայման է, որ նույն այդ բնակիչները որևէ քնում գդարելու ադեն չհեռանան առանց գդրոնի։ Այս արտահայտությունը որոշակի պատկերավորության էլեմենտ պարունակում է, բայց միայն մասամբ, որովհետև սա ճշգրիտ է արտահայտում այն մեթոդաբանությունը եւ մեխանիզմը, որով մենք լուծում ենք հարցեր եւ որով ավելանում են հարցեր լուծելու մեր կարողությունները եւ ես մտածում եմ, որ առաջիկայում մենք կարող ենք նույնիսկ որոշակի արհեստական բանականությունը գուցե նաեւ մեզ կօգնի որոշակի գործիքներ ներդնել տեսնելու համար, թե որ բնակավայրերում են որ ստվերը առավել արագ է կրճատվում եւ գուցե թե մենք այդ թվում սուբվենցիոն մեխանիզմներով կամ այլ մեխանիզմներով որոշակի լրացուցիչ գործիքներ կնախատեսենք այն բնակավայրերի համար, որտեղ մենք կտեսնենք, որ ստվերի կրճատումը տեղի է ունենում ավելի ինտենսիվ։ Ճուրի հետ կապված հարցերը նույնպես պիտի լան կառավարության առաջնահերթություններու շարքին։ Խմելու ճուրի, ռոռոգման ճուրի, մատակարարումն ու ջրահեռացում։ Ռազմավարությունն է, որ առանց մաքրման ոչ 1 լիտր ճուր բաց թողվի բնություն։ Ադիգա կնշանակե, որ ավելի մեծ ծավալով ճուր օգտագործելու հնարավորություն պիտի լա։ Իսկ ընդհանուր առմամբ ըստ վարչապետին դարեհաշվական գործերը լավ են։ Գոնե այս պահի դրությամբ մենք ընթանում ենք արդեն անդրադառնալով 2026 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներին, մենք ընթանում ենք մոտավորապես 30 միլիարդ դրամի, ես մի քիչ 10 պակաս եմ ասում, որ լավ, որ տենց բացահայտեցիք, 10-ը պահել էի, որ ասենք ինչ-որ մի բանի համար պետք է 40 միլիարդ դրամի գերակատարման ծրագրով ենք առաջ գնում եւ մեր ընկալումն այն է, որ այս մակարդակը առնվազն կպահպանվի, որովհետեւ տնտեսությունը ակտիվ է։ Վարչապետը այս առումով մեծ իրադարձություն կհամարե Նիդերլանդներու թագավորության մեջ վարդերու շուգայի հասանելիությունը Հայաստանի արտադրողներուն համար, ինչ որ կնշանակե հասանելիություն ամբողջ աշխարհին։ Մենք ընդամենը 1.5 ամիս առաջ Ֆանտան գյուղում հերթական ջերմոցի բացման արարողության ժամանակ քննարկում ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի Նիդերլանդների վարդի շուկային հասանելիություն ունենա, բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ է գալ։ Ավելին կա նաև հստակ քաղաքական հանձնառություն, որ գյուղատնտեսական մթերը Հայաստանեն Եվրոպական միություն պիտի արդահանվի առանց մաքսադուրկի։ Առաջիկային ասիգա պիտի դառնա իրողություն։ Կառավարության աշխատվան նիստին որոշում կայացված է հունիս 12-22-ը փանալ մարգարա անցագետը, որբեսի Հայաստանեն Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնությունը ավելի արագ եւ նվազ ծախսերով հասնի հասարակերուն։ Գործադիր իշխանությունը նաեւ աջակցություն հայտնած է արտահանողներուն նոր շուկաներ մուտք գործելու համար։ Նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծած է, որ կառավարության առաջնահերթությունը պետության զարգացման եւ նոր որակի կառավարման համակարգի ձևավորումն է։ Կառավարության հիմնական անելիքը նոր որակի պետությունը ստեղծելու առաքելության շարունակությունն է, երկրի վերելքը այն դրամապանությամբ, որ պետությունն է քաղաքացիին անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու միջոցը, ընտրություններն իդ կառավարության առաջին նիստին հայտարարեց վարչապետը։ Մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը իհարկե նոր կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի ազգային ժողովում, նաև այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության եւ ապագա կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները նախորդող շրջանի աշխատանքի վերլուծությունները իրականացնենք եւ պլանավորենք։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ նախորդ երկու ընտրությունները եղած են արդահերթ, որմով պայմանավորված աշխատած են շտաբողականության թրությամբ։ Հիմա հանդարտ թրությամբ պիտի աշխատին, անգեփխող բոլոր արդյունքներով պիտի վերլուծեն նախորդ շրջանը հասկանալու համար, ինչն է անհրաժեշտ առավել եւս աշխուժացնել, ինչեն պետք է հրաժարիլ, որ արդյունքները ոչ բավարար են, որ ուղղությամբ ավելի մեծ չանքեր գործադրել։ Վարչապետը գարաչարգ է ունենալ առաջնահերթություններ ու հստակ ցանկ։ Կարևոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ եւ առաջնահերթությունների առաջնահերթություններ,
Ինչպես օրինակ նախորդ կառավարության ծրագրում հստակ արձանագրված էր, որ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է եւ մենք գերկենտրոնացած մնացինք այդ թեմայի վրա եւ արդյունք արձանագրեցինք։ Այս փուլին արտահանումին աջակցելու համար Կոլձատիր իշխանությունը ծրագիրը եւս հաստատեց։ Հունիսին Ձիրան, Սալոր, Գերազ, Հանքային Չուր, Քինի եւ բրենդի արտահանող տնտեսավարողները փոխհատուցում պիտի ստանան։ Ձիրանի 1 կիլոգրամին համար կառավարությունը սահմանեց 200 դրամ, Սալորի, Տեղցի եւ Նեկդարինի համար 250 դրամ, Գերասի համար 400 դրամ, շշալցված խաղողի Քինի յուրաքանչյուր 1 լիտրին համար 350 դրամ, բրենդի համար 830 դրամ եւ Հանքային Չուրի համար 150 դրամ։ Նախորդ նիստին կառավարությունը հաստատած էր Հայաստանին արտահանվող չերմադնային արտադրությամբ թարմ լոլիկի, բեղբեղի, ելագի եւ ծաղիկի արտահանման միջոցառումը։ Փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն եւ ներկայացնում է երկու փաստաթուղթ։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտահանման նպատակով լրացված տարանցման հայտարարագիր կամ արտահանում մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի պատճենները, ինչպես նաև հաշվարկային փաստաթուղթը նույն ինքը հաշիվ ապրանքագիրը։ Նշվեցավ, որ արտահանված է մոտ 257,000 կիլոգրամ գերազ, 64,900 կիլոգրամ ձիրան։ Այդ արտահանումները իրականացված գազམ་ակերպությունները եւս կնան թիմելու ստանալ փոխհատուցում։ Զորից գները նայեցի փոխհատուցման առաջին հարցը որ ծագեց հետեւյալն էր, համոզված եք, որ հետո ստիպված չեն գտնելու հետ ներմուծել այդ նույն մեր ապրանքները, որովհետեւ սենց մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնաց Հայաստանի Հանրապետությունում։ Այս չափականակները որոշելու ժամանակ հաշվի են առնվել սեզոնայնությունը եւ ապրանքների սեզոնայնությունը ունի գնի նկատմամբ զգայունություն։ Այս փուլում քանի որ տարին գյուղատնտեսական տարին մի փոքր ուշացած է եղանակային պայմանների արդյունքում, Ծիրանի օրինակ հիմնական բերքահավաքը սկսվելու է հունիսի 15-ին։ Օպերատիվ նաև մոնիտորինգ անենք, որպեսզի խնդիրներ չանան, անտրամաբանական գնաճեր կարող են լինել։ Ըստ Խոջայանի նախորդ շաբաթ արտահանված է 961,000 հատ ծաղիկ, Շուգան Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Կիպրոս, Նեդերլանդներ։ Փոխնախարարի խոսքով նոր շուգաներու մասով կստեղծվի երկարաժամկետ գործընկերություն, ներառյալ հոլանդական ծաղիկներու սակարանին հետ։ Նիդերլանդների վարչապետը ինձ գրել են նաև անձնական նամակով, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձնում եւ իրենք էլ կաջակցեն, որպեսզի մեր տնտեսվարողները, խոսքը վարդի շուկայի մասին է, որովհետեւ ես հիշում եմ, որ նախորդող շրջանում, երբ որ տարբեր տեղեր էինք այցելում, անդադ մտածում էինք ոնց մեր վարդի ինդուստրիան կոնսոլիդացնենք, որպեսզի հոլանդական շուկաներին հնարավոր լինի հասանելիություն ստանալ։ Վարչապետը անդրադարձավ արտահանվող ապրանքներու չափանիշներուն հիշեցնելով, որ այդ մասին բազմիցս նշած են եւ իրականացված են աջակցության ծրագիրներ։ Ովքեր ականջալուր են եղել, նրանք որևէ խնդիր չեն ունենալու, մանավանդ որ պետք է արձանագրենք, որ այս ընթացքում մենք նաեւ տրանսպորտային նոր հնարավորություններ ունեցանք, Ախալքալակ Կարս երկաթուղու երկու գիծը, որովհետև նախկինում մի գիծ էր երկաթուղու, հիմա երկու գիծ է, երկու գիծն էլ աշխատում են այս թեմայով նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսակցություն ունեցել եւ նա էլ է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել եւ նրանք էլ վերահաստատել են, որ այդ ուղղությունները բաց են միջև առնվազն մեր հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի, ել չեմ ասում թրիփ նախագծի իրագործման շրջանակներում իհարկե հնարավորությունները էականորեն կավելանան։ Փաշինյանը կարևոր համարեց բեռնափոխադրական կենտրոններու ստեղծումը, որբեսի օրինակ լոլիկ արտադրողները կարենան գտնել բանացև, հանդեսքան որպես միասնական արտահանող։ Շատ դեպքերում ունենք, որ ապրանքի որակի եւ ապրանք գնելու նկատմամբ կա հետաքրքրություն, բայց երբ որ բանը գալիս հասնում է ծավալներին, բարձում է, որ մենք ի վիճակի ենք արտադրել կամ նրանց հետաքրքրող ծավալների մի մասը միայն։ Եվ սա կարելի է կոմպենսացնել միայն գոնե կոնսոլիդացված մատակարարումներ իրականացնելով եւ առանց չափազանցության, օրինակ, եթե այս մեխանիզմը աշխատի, կարող է պարզվի, որ մի ցանց տարվա կտրվածքով մի ցանցը կարող է Հայաստանի մի արտադրատեսակը ամբողջությամբ ձեռք բերել։
որտեղ մեգացանցեր կան, որոնք հետաքրքրված են, բայց փոքր ծավալը իրենց համար խնդրեմ է։ Հուլիսին պիտի գործե ընկերայինապես անապահով ընտանիքներու գարիքներու գնահատման նոր ձևաչափ։ Նախարար Տորոսյանը հիշեցուց դարիները ի վեր կորձած է Փարոս համագարկը, անցյալ դարվն է Գոտայքի եւ Սյունիքի մեջ ներդրված է նոր փորձնական համագարկը։ Հուլիսին բոլոր մարզերու մեջ եւ Երևանի մեջ գարիքները պիտի գնահատվին նոր ձևաչափով։ Տորոսյանը բարձապանեց, անիկա միտված է մարդոց ոչ թե համագարկային մեջ բահելուն, այլ աշխատանքի գրթության միջոցով դուրս բերելուն։ 17 թվականի տվյալներով մենք ունեցել ենք մոտ 100,000 ընտանիք այդ Փարոս համակարգում, 100,000 ընտանիք։ Եվ 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ, այսինքն մոտավորապես հիմա մենք ունենք 46,000 ընտանիք, այսինքն անկումը եւ հին համակարգով եւ այս նոր համակարգով, որը Կոտայք եւ Սյունիքն է, 54.1%-ով պակասել է կամ 2.2 անգամ։ Սա իհարկե նաեւ ցույցիչ է ընդհանուր աղքատության նվազման։ Փարոսի մեջ նվաստի չափը 29,000 դրամ էր։ Նոր համակարգով միջին չափը Գոտայքի եւ Սյունիքի մարզերու մեջ մոտ 87,000 դրամ է, որ ըստ նախարարին կրնա բարելավել ընտանիքի վիճակը։ Նվաստի առավելագույն չափը գաղված ընտանիքի կառուցվածքեն կհասնի մինչև 280,000 դրամ։ Այս բարեփոխումը ունի շատ կարևոր գաղափարախոսական եւ հայեցակարգային նշանակություն, որովհետեւ մենք պետք է ընդհանրապես համաձայնության հասնենք Հայաստանի Հանրապետությունում կյանքի միջին վիճակագրական մոդելի հետ։ Կրթություն, աշխատանք, բարեկեցություն։ Այսինքն սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի։ Ծայրահեղ աղքատությունը ըստ էության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ ձգտում է 0-ի։ Եվ այս տեմպը միանշանակ մեզ բերելու է զրոյացման, բացի այն դեպքերից, երբ որ ասում են, որ այնուամենայնիվ լինում են դեպքում ինչ ուզում ես արա, ինչ ուզում ես արա։ Մեկը երբ որ մենթալիտետային կամ կենցաղավարության մակարդակի խնդիրներ կան եւ չի լինում հաղթահարել այդ խնդիրները, ինչը չի նշանակում չպետք է աշխատենք այս ուղղությամբ։ Այս դիրաններս վարչապետը չբացառեց նոր կառավարության մեջ աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարարության անունը փոխելու հարցը։ Զեկուցվող հաջորդ նախագիծով նախադեсված են օտուղային ոլորտի ղեկավարումներ։ 20 թվականից երբ որ սկսեց կիրառվել կարգը, ավելի քան 4 միլիոն ուղևորներ ազատված են եղել օդի Թուրքիա այդ վճարումից ելքից, եթե դա 10,000 դրամով անենք, ապա ստացվում է մոտ 40 միլիարդ դրամի ներդրում է իրականացվում։ 19 թվին եղել է 13 միլիարդի կարգի օդի Թուրքը գանձված եւ 25-ը նշեմ, տարիներով չնշեմ, 25-ը 17.3 միլիարդի կարգի, այսինքն այդ նոր ուղղություններով հոսքը նաեւ գեներացրել է այսպես կոչված հին ուղղություններով հոսք, որը թույլ է տվել գեներացնել լրացուցիչ պետական Թուրք։ Վարչապետը անանցնացուց առանցքային երկու հարց, առաջնահերթ լուծել Զվարթնոց օտագայանի ընդարձակման հարցը եւ իրականացնել քաղաքային օտուղային կոմիտեի այնպիսի փոխում, որ ապահովի միջազգային մագարտակի օտուղային անվտանգության չափանիշ։ Լրագրողներու հետ ջեբազրույցի ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձած է նոր կառավարության հնարավոր կազմին, ընտրագաշարքի վերաբերյալ բացահայտումներուն, սահմանադրական փոփոխություններուն եւ խաղաղության գործընթացին։ Վարչապետը խոսած է նաեւ հապկետ հարաբերություններու, վարելանյութի մատակարարման, արտահանման նոր հնարավորություններու եւ Գյումրիի զարգացման ծրագիրներուն մասին։ Կառավարության հավանական նոր կազմ, ընտրագաշարքներ ու վարչական միջոցներ, սահմանադրական փոփոխություններ, խաղաղություն, հապկի անդամակցություն, վարելանյութ, ծաղիկներ։ Ազգային ժողովի ընտրություններն յետք արձակուրդեն վերադարձած վարչապետը կառավարության նիստի ավարտին նաև ջեբազրույց տվավ, պատասխանեց նշված ու այլ նյութերով հարցումներուն։ Նոր կառավարության կազմի մեջ թե ինչ փոփոխություն պիտի լա, վարչապետը դեռ չմանրամասնեց, բայց ասավ. Մեծ փոփոխություններ չեն լինի։ Խորհրդարանական այս ընտրությունները ուղեկցվեցան ընտրագաշարքներու մասին բացահայտումներով, արտերկրեն ընտրողները բարբերաբար քվեարկության բերելու մասին տեղեկություններով։ Կա պատկերացում, թե այդ մեկը որքանով ազդած է քվեարկության արդյունքներուն վրա։ Վարչապետը նշած է, պատերազմի երակլուխ կուսակցություններ են ոչ մեկը առանց ընտրագաշարքի խորհրդարան անցնելու շեմը պիտի հաղթահարեր։ Տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշարք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս process-ում էլ շարունակել են իրենց գործունեությունը եւ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։ Եվ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, ինչի է ֆինանսավորում ընդհանրապես
դատա իրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պատտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Եվ այս հարցերի պատասխանները ստանալու են։ Այս ընտրություններու ժամանակ նույնպես ընտրագաշարքի մասնագիծ յուրաքանչյուր անձ Բադջելը վարչապետը կարևոր համարեց։ Հագարակ բարակային ըստանոր պիտի նշանակե, որ դատա իրավական համակարգը կգործե ընտեմբեդության ու բեդությունը պետք է արձագանքե այդ մասին։ Նախընտրական շրջանին ստեղծված իրավիճակը հանրության շրջանեն ներս նաև քննարկումներ հարուցեց, թե որքանով ճիշտ է, որ Հայաստանի մեջ չաբրողները որոշեն Հայաստանի մեջ աբրողներու աբական։ Արդյոք վարչապետը այս առումով օրենսդրական փոփոխություններով անհրաժեշտություն կտեսնե։ Հանրային պահանջ կա, ակնհայտ է, որ սահմանվի բնակության ցեզ քվեարկությանը մասնակցելու համար եւ կարծում եմ, որ պետք է ինչ-որ արձագանք տանք այդ հանրային պահանջին։ Ընտիմությունն ալ իր հերթին շարունակ կխոսի վարչական միջոցներու գիրառման ու չարաշահման մասին, թե վարչապետը թեր իր անձնագազմի բարձրաստիճան դարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարած են, որ նման հանձնարարություն չէ եղած ու չէր գրնարլալ, իսկ կան դիտարկումներ, թե դեղույն վրա ինքնակորձունեության որքան դեպքեր եղած են։ Փաշինյանը նկատել տվավ, ադիգա նախ իրավաբահ եւ համապատասխան մյուս մարմիններու քննության հարցն է։ Մենք էլ իհարկե ականջալուր կլինենք եւ տեսնենք, թե ինչի մասին է խոսքը, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Իհարկե դա այդպիսի վիճակագրություն էլ չկա, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանում եղել է երբևէ որևէ նախընտրական կամ քաղաքական process, որտեղ, ասենք, օրինակ հանրապետության գործող ղեկավարը կամ հնարավորապես որևէ քաղաքական գործիչ ավելի շատ տեղ է այցելել եւ ավելի շատ ելույթ է ունեցել եւ ավելի շատ մարդկանց հետ է շփվել։ Այսինքն, եթե վարչական ռեսուրսի վրա ընդհանրապես հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ինչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել, այդքան գնալ եւ այդքան իմ հույսը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նրա հետ երկխոսությունը։ Ես ուրիշ գործիք քաղաքականության մեջ ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Փառքավաճ Հայաստան գուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կորձարկ առաջարկելու մասին դարածվող դեղեցությունները նույնպես լրագրողները խնդրեցին մեկնաբանել։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյան ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկելա աշխարհի աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո բարձվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են, ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք, ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Խորհրդարան անցած ընտիմատիր ուժերը դեռ վերջնական որոշում չունին լիազորությունները պիտի վերցնեն, թե ոչ։ Փաշինյանը ազնիվ համարեց չվերցնելը։ Սկզբունքորեն իրանք մանդատ չունեն էլ, որ վերցնեն։ Ամենացած իրանք որոշման դաշտն է։ Եթե ասում եմ, եթե որոշեն չվերցնեն, գոնե այդքանով ազնիվ կլինեն, որ կունենանք մաքուր լեգիտիմ խորհրդարան։ Դե չէ գալու են իրանք ընտրակաշարքի գարշահոտը տարածեն խորհրդարանի դահլիճով մեկ։ Քաղաքացիական պայմանագիրը ընտրություններուն չստացավ սահմանադրական մեծամասնություն։ Արդյոք ադիգա կնշանակի, որ նոր սահմանադրություն ունենալու հարցնալ օրագարկեն դուրս կուքա։ Մենք կդիտարկենք իրավիճակը եւ գնենք հետեւություններ՝ ի պատասխանը սա վարչապետը։ Բادرազմի հավանականության մասին անոր արձագանքը հետեւյալներ։ Մենք խաղաղության օրակարգը հետևականորեն շարունակելու ենք եւ սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Վարչապետի խոսքով հիմա պետք է կենտրոնանալ թրիփի իրագործման վրա, որ խաղաղության համագարկայնացման դարբերակներ են մեկն է։ Իր երկաթուղիով, ցամաքային ճանապարհով, էլեկտրահաղորդման գծերով, չի բացառվիր նաև վարելանյութի ու քարյուղի խողովակաշարով։ Այս երեքի իրագործումը այդ արդեն խաղաղություն է։ Պատկերացրեք, մենք Ադրբեջանով ենք գնում գալիս, Ադրբեջանը Հայաստանի տարածքով է գնում գալիս, գնացքները անցնում գնում են եւ այլն, դա խաղաղություն է։ Եվ իհարկե մենք շարունակելու ենք աշխատանքը խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ վավերացման ուղղությամբ եւ մյուս հարցերի ուղղությամբ իմիջայլոց։ Մենք չենք մոռացել անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները, մենք չենք մոռացել անհետ կորած մեր եղբայրների հետ կապված խնդիրները, Ադրբեջանն էլ ունի անհետ կորածների հետ կապված խնդիրներ։ Մենք պատկերացնում ենք, որ այս հարցերը համագործակցությամբ պետք է լուծել։
Ադրբեջանի հետ երկկողմանի արևդուրը ըստ Փաշինյանի կզարկանա ու ադիգա նույնպես խաղաղության կարևոր հենասյուն է։ Հավաքական անվտանգության պայմանագրի գազագերբութեն են արձագանքներ գուքան, որ Հայաստանը անդամավճարը չէ վճարած, ու եթե այդ միտումը շարունակվի, գրնա Հայաստանը հապկեն հերացնելու հարց տրվիլ։ Փաշինյանը ասավ, որ այո, այդպիսի գործիքագազմ կա, նաև հաստատեց, որ Հայաստանը չի պատրաստվիր որևէ բան փոխել ու վճարել անդամավճարը։ Եվ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ Վարելանյութի հնարավոր թանկացման ու այլընտրանքի մասին հարցին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հիշեցուց Ռուսիո հետ կան երկարաժամկետ պայմանավորվածություններ ու համաձայնագիր եւ ինքը կդժվարանա պատկերացնել, թե մյուս կողմը ինչպես պիտի հրաժարի այդ պայմանավորվածությունեն։ Բայց ամեն դեպքում մենք բնականաբար բոլոր սցենարներն են նայում ենք, որպեսզի միշտ ենք նայել բոլոր սցենարները, որտեղ էլ եմ ասում, այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ինձ համար նորություն չեն։ Ես 8 տարիներկու անգամ այս խոսակցությունների մեջ եմ։ Եվ ԵԱՏՄ-ում են անընդհատ այս խոսակցությունները կապված սահմանափակումների հետ, ֆիտոսանիտարիայի հետ, դա ԵԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքն է։ Եվ ես ասում եմ, որ ընտրություններից հետո կվերադառնամ աշխատանքի։ Հիմա ԵԱՏՄ-ի աշխատանքներին լիարժեք կներգրավեմ եւ բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկենք։ Իսկ Հայաստանեն Ռուսիա ծաղիկի արդահանման խոչընդոտներեն յետք մեր երկրին մեջ արդատրվող ծաղիկը հասանելիություն ստացած է Նիդերլանդներու աշխարհի ամենամեծ ծաղիկի վաճառքի հարթակին ծաղկային թրախտին, հավելեց Փաշինյանը։ Նիդերլանդների վարչապետն ինձ անձամբ գրել է, որ բոլոր հնարավոր ձևերով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները այդ շուկային եւ պլատֆորմին հասանելիություն ստանան։ Անդրադառնալով Գյումրիի մեջ խոստացված արդահերթ ընտրություններուն Հայաստանի վարչապետը ասավ, ադիգա թերմիային քաղաքական դիրքորոշում է։ Հստակ զարգացումներ ներկայացնելու պատրաստ չէ, իրավական ընթացակարգերը պիտի ուսումնասիրվին։ Բայց պատրաստ եմ ներկայացնել մի սցենար, որ այնտեղ որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը մեզ կխոչընդոտի, մենք ձև կգտնենք շրջանցումով Գյումրին կբարեկարգենք։ Գյումրին այդպեսին չի կարող լինելու, որ դա ողբերգություն է ինձ համար անձնական եւ խայտառակություն։ Որտեւ երբ որ անի թաղում ասում ես քարոզարշավ է անում, ես շատ ծանր ապրումներով եմ այդտեղ քարոզարշավ արել, որովհետեւ ես իմ տեսածին ուղղակի չէի հավատում, թե ոնց կարա այնպես լինի, որ այն երկրում, որտեղ ես 8 տարի վարչապետ եմ, կարա լինի քաղաք, որ այդ վիճակում է։ Անհավելեց, եթե այլ քաղաքներու մեջ նման օրինակ խնդիրներ կան, բայց բարենորոգումներու գենսունակություն ալգա։ Գյումրիի մեջ ալ այդ առումով միայն հետընթաց եղած է։ Քաղաքային իշխանությունը իր վարչապետության 8 տարիներուն զբաղած է միայն դիդավորյալ ցախողեցումներով։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։